Նաև վարչապետի աշխատակազմից էին արձագանքել եւ ասացին, որ սա այդ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանական շարունակությունն է եւ այդ տրամաբանության մեջ պետք է դիտել առաջիկայում եւ ինչպես նաև Պապոյաններ նշել, ինչ սպասել այս զարգացումների առումով, այսինքն անխափան կարող են բեռները Բաքվի, Ադրբեջանի միջոցով հասնել Հայաստան, դա հնարավոր է։ Դե սպասենք տեսնենք, ամեն դեպքում պահից դրությամբ գոնե չունենք պատճառներ հակառակին հավատալու, առնվազն եթե հակառակը տեղի չունենա մոտ ապագայում, եւս մեկ անգամ հատկապես հաշվի առնելով կրկին Ադրբեջանի շահագրգռվածություն Միացյալ Նահանգների ունեցած իր հարաբերությունները այլ ավելի զարգացնելու ու նաեւ նշեմ նաեւ, որ վերջերս վստահ եմ նաեւ դուք եք հետևում, կար օրինագիծ, որ առաջարկում էր Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, եթե Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոտնձգություններ, իհարկե հարձակման տեսքով Սյունիքի վրա հարձակվելու պարագայում պատժամիջոցներ կիրառել եւ նաեւ կիրառել, այո, պատժամիջոցներ այն դեպքում, եթե Ադրբեջանը պարզապես չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները, խոսքը իհարկե օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին է։ Իսկ տարօրինակ չէ, որ նույն այդ Peace Act-ին դեմ էին արտահայտվում հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դե մենք արդեն կարծես թե սովոր ենք, որ դաշնակցությունը առաջնորդվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության անմիջական շահով, այլ իրենք ունեն իրենց շահերը, որոնք շատ դեպքերում համընկնում են ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերի հետ, այլ հաճախ Ռուսաստանի Դաշնության շահերի հետ։